մենք տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով օրինակ կան երկարաժամկետ փակուղում գտնվող խնդիրներ։ Ես այսօր օրինակ մտածում էի, օրինակ շատ հաճախ առնվազն 5-6 անգամ ես այդ թեմայի հետ առնչություն ունեցել եմ, օրինակ Երևանի հաղթանակ թաղամասի 3-րդ գյուղի, չէ, հաղթանակ թաղամասի տների հետ կապված խնդիրները։ Ինչա տեղի ունենում։ Մարդիկ դիմում են, ես բնականաբար հանձնարարություն եմ տալիս, ասում եմ նայեք եւ լուծումներ գտնենք։ Հաջորդ անգամ էլի ես այդ թեման հիշում եմ, երբ որ մարդիկ նորից դիմում են, հետո ուզում եմ հասկանամ ինչ եղավ, հետո վերադառնում եմ եւ տեսնում եմ կա օբյեկտիվ վիճակ, որ կա օրենսդրական կամ չգիտեմ իրավական ինչ որ խոչընդոտ, որ պետական համակարգի այն օղակների համար, որոնց հանձնարարությունը տրվել է, հաղթահարելի չի այդ խոչընդոտը։ Եվ այս ցիկլը մենք, այսինքն պարզ է, չէ, խնդիրը կա, ասենք ամբողջական թաղամասում մի հատ խնդրեմ կա։ Այդ խնդրեմը այդ պատկերով օբյեկտիվ է եւ ըստ էության պետական մարմինների դիրքորոշումներն էլ օբյեկտիվ եւ հիմնավորված են ամբողջությամբ օրենսդրության վրա։ Բայց դրանով խնդրեմը չի լուծվում։ Որովհետեւ ես նախորդ անգամ էլի քաղաքացիները, երբ որ Երևանում շրջում էինք, մոտեցան այդ թեմայով, ես էլի գործընկերների հետ խոսալիս, ես ինքս ինձ հարց եմ տալիս, ասում եմ, դե մի ամբողջ թաղամաս է, ինչ որ մի խնդրեմ ունի տների հետ կապված։ Լավ, մենք գալիս ենք ասում օրենքով սենցա, ինչը ճիշտ է, բայց արդյունքում ինչ մենք այդ տները ինչ ենք անելու։ Մենք այդ տները դեմոնտաժ ենք անելու, ակնհայտորեն ոչ։ Դա ըստ էության բացառվում է։ Հետևաբար մենք պետք է լուծում գտնենք։ Այդ լուծումը չի կարող լինել զուտ վարչարարական, այդտեղ քաղաքական լուծումներ են հարկավոր եւ բարձր մակարդակով պետք է զբաղվել եւ պետք է ինչ որ ձևով մի լուծում գնել, այդ էջը փակել։ Որովհետեւ այստեղ էլ, ասենք, ճիշտ է, մենք վճարումներ ենք ակնկալում կամ մեխանիզմներ, որը չի իրագործվում, բայց մյուս կողմից եկեք նայենք համայնքները ինչքան գումարներ են կորցնում, որ գույքարկ չի վճարվում եւ այլն։ Ես նկատի ունեմ կան հարցեր, ես մտածում եմ, որ մեր համակարգում հարցերի լուծման, ուզում եմ տերմին գտնեմ, չեմ կարողանում տենց պատշաճ տերմին գտնեմ, որ փակուղային այդ տևական չլուծվող հարցերի լուծման մի սխեմա է պետք մտածել, որտեղ պարզ է, որ սովորական մեխանիզմներով այդ խնդիրը չի լուծվելու, մեր ունեցած։ Այդտեղ պետք են քաղաքական ոչ ստանդարտ լուծումներ եւ ոչ ստանդարտ որոշումներ եւ այնտեղ որտեղ պետք է օրենսդրական փոփոխություն, պետք է գնալ օրենսդրական փոփոխություն անել, որպեսզի այդ խնդիրը լուծվի, որովհետեւ այդ խնդիրները գոյություն ունեն ինչքան 30-40 տարի։ Եվ սկզբունքորեն ես հասկանում եմ, որ էլի եմ ասում, հիմա ամբողջական մի թաղամաս, որտեղ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ են ապրում, եւ մենք ոչ չենք արդյունքում այդ մարդիկ շարունակելու են այդտեղ ապրել։ Այդ փաստացի այդ գույքը այդ մարդկանց գույքն է, իրենք փաստացի տիրապետում են, բայց իրենք այդ գույքի հետ ոչ մի գործողություն չեն կարողանում անել, ասենք վաճառելու խնդիր կա, չգիտեմ, այլ գործառույթներ ժառանգելու խնդիր եւ այլն, հազար ու մի։ Եվ դրա արդյունքում նաեւ համայնքն է եկամուտներ կորցնում եւ այլն։ Ես առաջարկում եմ, որ մենք տենց այսպես ասած ճգնաժամային հարցերի եւ տևական հարցերի եւ երկարամյա հարցերի լուծման մի մեխանիզմ ստեղծենք, դա կլինի աշխատանքային խմբի ֆորմատով թե ինչ, որ մենք գնանք այն տրամաբանությամբ, որ այդ հարցը պետք է լուծվի, որովհետեւ տասնամյակներով եթե չի լուծվի, նշանակում է այդ պրոբլեմատիկ է, բայց մենք պետք է վերցնենք պատասխանատվություն գնանք ինչ որ մի լուծում տանք։